Գնեք Սանկերամիկա կամ Լոգարսենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Բարև ձեզ, առաջինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր մենք խոսելու ենք տնտեսության մասին, հայտնի է, որ տնտեսությունը, տնտեսական զարգացումը դա այն լոկոմոտիվն է, այն ֆունդամենտն է, որի վրա կառուցվում է ցանկացած պետության, ցանկացած պետականության բարգավաճումը, հեռանկարները, պաշտպանությունը եւ ինչը ամենակարևորն է Հայաստանի Հանրապետության դեպքում անվտանգությունը։ Այս թեմայի շուրջ մենք այսօր խոսելու ենք ՄԱԿ զարգացման ծրագրերի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Ես գիտեմ, որ դուք գրել եք բավականին հետաքրքիր մի աշխատություն Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների պոտենցիալի հետ կապված, բավականին հետաքրքիր թվեր են այնտեղ։ Ես կխնդրեմ ձեզ ներկայացնել հակիրճ այդ հետաքրքիր աշխատությունը նաև մեր հեռուստադիտողների ուշադրությանը։ Հաճույքով դա մոտ մի տարի առաջ է տպագրվել եւ տպագրվել է եվրոպական անգլերեն, նաև հայերենում Civilnet-ում թարգմանվեց։ Ասեմ, որ միայն ես չէի, երկու համահեղինակ ունեի, մեկը Համաշխարհային բանկի նախկին Հայաստանով զբաղվող գլխավոր տնտեսագետ Լև Ֆրենկմանն է, ովքեր տնտեսագետներից իրան շատերը ճանաչում են, եւ նաև Վասիլի Բուտը, որը Մոսկվայում իրանց տնտեսագիտական համալսարանի ավագ դասախոսների եղել, հիմա արդեն 2 տարի է Հայաստանում ապրում ու ստարտափերով է զբաղվում ու զարգացումներով։ Ես էլ որպես ՄԱԿ-ի զարգացման իմ հիմնական աշխատանքը շատ ավելի Սիրիայի մասին ենք խոսացել, որտեղ վերականգնում էր, բայց զարգացումը, երկարաժամկետ զարգացումը, դա այն խնդիրն է եղել, որ ես բազմաթիվ երկրներում, 15 երկրներում հիմնովին զբաղվել եմ, փորձել եմ հասկանալ պատճառները, ինչ են զարգանում, որ երկրներ են թռիչքային զարգանում, որ երկրները չեն զարգանում եւ այլն։ Ու այդ կոնտեքստում փորձել ենք Հայաստանի բավականին երկար հոդված գրեցինք ու այդ պահին երկու տենդենցիա կար, երկուսի մասին խոսացել ենք նաև, որ 18 թվականից հետո մենք դա կոչեցինք ազատության դիվիդենդ, այսինքն օլիգարխիկ համակարգը, որ քանդվեց, հնարավորություն ստեղծվեց բազմաթիվ մարդկանց համար զբաղվել ազատ բիզնեսով։ Ու ստատիստիկա կա, դա Համաշխարհային բանկի թվերն է, Հայաստանում եղել է մոտ 50,000 փոքր միջին ձեռնարկություն, 18 թվականին, 23-24 թվականին եղել է 95,000։ Այսինքն ազատ ձեռներեցության հսկայական թռիչք է տեղի ունեցել։ Դա նենց չի, որ կառավարության քրտաջան աշխատանքի արդյունք է, բայց բուն փաստը, որ այդ օլիգարխիկ համակարգը, որտեղ բոլորը բաժանված էր, ով դի բենզին բաճառի, ով դի շաքարներ մուծի, ով դի դեղատներին կառավարի եւ այլն, դա ինչ որտեղ լրիվ չէ, բայց ինչ որտեղ ազատականացվեց ու հնարավորություններ հայտնվեց բազմաթիվ մարդկանց համար զբաղվել բազմաթիվ կարևոր տնտեսության զարգացման հետ կապված ճյուղերով։ Ու կա ուրիշ նաև ստատիստիկա, ենթադրենք հնան բոլորը գիտեն, որ 18 թվականին 4000-ից պակաս է եղել, 18-19 թվականին, հիմա մեկ շնչի հաշվով, մեկ շնչին ընկնող հնան, հիմա $8,500 է, երկու անգամ ավել աճել է, այնտեղ տարբեր ֆակտորներ կա իհարկե, դա կարելի է խորանալ։ Բյուջեն մոտ 2.5-3 միլիարդ է եղել, հիմա 7 միլիարդի կարգի է, երկու անգամից ավել աճել է Հայաստանի բյուջեն։ Գործազրկությունը 20%-ից իջել է մոտ 13%, դա էլ է բավականին կարևոր թվեր։ Ու կա ու այդ մեր հոդվածում ասում ենք, որ այդ ամենը տեղի ունեցել է ու ամենը շատ դրական է։ Ու նաև իհարկե թե իմ Համաշխարհային բանկի գործընկերը, որը ժամանակին մի անգամ իրանք ունեցել են, ասում են false start, դա կեղծ սկիզբ աղել, Համաշխարհային բանկը 2007 թվականին մեծ զեկույց էր տպել, որտեղ Հայաստանին կոչել են Կովկասյան վագր, թռիչքային զարգացման, ու 8 տարի Հայաստանը երկնիշ աճ էր ունեցել, բայց պարզվեց այդ աճը հիմնականում Ռուսաստանի նավթի գների աճի ու ֆինանսական տրանսֆերները մեր շինարարական բնագավառում էին, այսինքն այդ աճը պարզվեց այն աճը չի, որը մեզ պետք է։ Հիմա մենք ասում ենք, որ այս անգամ ոնց որ հնարավորություն կա ու շանս կա, որ այդ աճը շատ ավելի խորքային է ու լուրջ է։ Կանխատեսումներ կա նաև, ու դրա մասին էլ խոսվում է, որ Հայաստանը ենթադրենք շատերը քննադատում են հոդվածը, ասում են դա բանա պրո-կառավարական է, մենք ասում ենք չէ, կառավարությունը նաև բազմաթիվ սխալներ է, ու եթե կառավարությունը ավելի լավ կառավարի, հիմա այդ թռիչքային զարգացումը հնարավորությունները շատ ավելի մեծ կլինեն։ Մենք 5-6%-ի կարգի ենք այս վերջի 2 տարին, ու գնահատականները Համաշխարհային բանկի միջազգային արժութային ֆոնդի, որ տենց էլ կշարունակենք զարգանալ։ Եթե կառավարությունը շատ ավելի հիմնովին ու լուրջ ու երկարաժամկետ կառավարի, թիրախներ, նպատակներ, քայլեր, ճիշտ բյուջետային ֆինանսավորում, աճը կարա
10-12%, 9-10% աճ դառնալու դեպքում մենք իսկապես կարող ենք այդ թռիչքային զարգացման հնարավորությունները ավելի հիմնովին օգտագործենք։ Ու նաև այդ վերջերս մի արդեն հոդվածից հետո համաշխարհային բանկինգից ինստիտուտ կա, որը կանխատեսումներ էր տպագրել 15 տարի հետո աշխարհի բազմաթիվ բոլոր երկրների մեկ շնչին հնայի գնահատականները։ Իհարկե այդ ամենը կախված է վերցված է այսօրվա զարգացման թվերի հիման վրա, իրանց գնահատականով Հայաստանը ու Վրաստանը մոտորապես 15 տարի 2040 թվականին ունենալու են մեկ շնչին $24,000 հնա, մեկ շնչին ընկնող, Ադրբեջանը 12,000։ Այսօր Ադրբեջանը 7,000 է, մենք 8,500 ենք, Վրաստանը մոտ 9,000 է։ Դա այսինքն նշանակում է, որ չնայած ադրբեջանական նավթին, որը պակասում է, բայց իրանք փորձում են դիվերսիֆիկացիա անեն, մեր տնտեսական կանխատեսումները եւ դա ոչ թե հայկական տեսակետ է, դա միջազգային բան, հարկված կազմակերպության տեսակետ է, որը ինձ թվում է շատ խոստումնալից է Հայաստանի համար։ Բայց իհարկե Ելեմ ասում դա ոչ թե տրված է այդ զարգացումը, դա ծանրագույն քրտնաջամ մեծ աշխատանք է ամեն տարի բոլոր թե բիզնեսի կողմից, թե կառավարության կողմից, թե հասարակության կողմից, որ այդ աճը դառնա, ու ես կարող եմ բազմաթիվ երկրների օրինակներից խոսել, որտեղ այդ աճը դառել է երկարաժամկետ աճ, քանի որ բոլոր հասարակությունը իրար այդ մասին է աշխատել այդ ուղղությամբ։ Տեսեք, պարոն Հակոբյան, տնտեսական զարգացման աճի տենդենսները ուսումնասիրելը շատ կարևոր է բազիսը հասկանալ, բազիսը հիմքը որն է։ Տեսեք, իհարկե շատ լավատեսական թվեր է քնչեցնում այդ համաշխարհային բանկը, այդ գիծ կառույցը, բայց այնուամենայնիվ եկավ նաև ընդունենք, որ 22-ից սկսած Հայաստանի այդ տնտեսական աճի տեմպերը հիմնականում պայմանավորված են այսպես կոչված զուգահեռ ներմուծումով, չէ՞։ Այն ինչ կատարվում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Եվ այդ տեմպերը գնալով իջնում են։ Սա էլ է իրականություն։ Եվ մի օր, երբ որ այդ պատերազմը ավարտվելու է, մի օր այն ավարտվելու է, հասնելու է զրոյի։ Մեր տնտեսական հիմքը զարգացման բազիսը որը պետք է լինի։ Որ ինչպես եք դուք դա պատկերացնում։ Շատ ճիշտ հարց է, տեղին հարց է, ու իսկապես այդ 22 թվականի 12.5% աճը, 23 թվականի 9% աճը կեսը աճի, դա իհարկե կարելի է փորձել ավելի խորը հասկանալ, հենց այդ ֆակտորներով ա եղել։ Մեծ թվով Ռուսաստանից, նաև Ուկրաինայից եկել են ստեղ իրենց ֆինանսներն են տեղափոխել։ Եվ որ մենք սկսել ենք ադամանդներ արտահանել, ադամանդներ, ամենաշատ ոսկիներ, որը տասնյակ տոննաներ ոսկի Հայաստանում թղթի վրա եկել է, դուրս եկել գնացել է Էմիրատներ, Գոնգոնգ եւ այլն, բայց այդ արզել է մեր իմպորտ-էքսպորտի թվերի վրա, դա մեր աճի վրա առանձնապես մեծ ազդեցություն չի ունեցել։ Աճի վրա ինչ որտեղ ազդել են բազմաթիվ սարքավորումներ, որոնք մեր միջոցով Ռուսաստան են գնացել, որը հիմա փակվել է։ Այս մի տարի արդեն տարվա սկզբից արդեն թե այդ ոսկին, թե այդ ադամանդները չեն հոսում, բայց աճը շարունակվում է։ Ու իմ հիմնական այսօրվա մեսեջը այն է, որ հա, այդ ֆակտորները գումարվել են այն ֆունդամենտալ պատճառներով աճի հիմքերին ու դրա համար տենց արտասով որ աճ ա եղել, բայց հիմա մենք եկել ենք իջել աճի տոկոսը 5 էին կանխատեսում, հիմա 6-7%-ի մասին ա խոսքը գնում, որը էլի բավականին լավ աճ է։ Այսպեսի բանով կփակենք 6-7%-ով։ Հա, այդ կարգի պրոյեկցիա է այս պահին, բայց մի հատ գիտեք կարևոր կետ կա, որի մոռացա սկզբից նշեմ, ուրեմն իմ նախկին ՄԱԿ-ում ղեկավարներից մեկը գլխավոր քարտուղարի օֆիսի կից, որ կայուն զարգացման նպատակների ինքը գլխավոր իդեոլոգներ է ամենին, ինքը տեսություն ունի ու գիրք ունի դրա մասին գրած, որը կոչվում է միջին զարգացման թակարդը։ Դա բավականին հայտնի տեսականություն է, որ մոտորապես այն երկրները, որ մոտենում են $10-15,000-ին, հա, մեկ շնչին ընկնող, իրանք այդ կիսա ինքնա գովեստի, ինքնա հանգստացման ինչ-որ process է հայտնվում, ու իրանք հայտնվում են այդ թակարդի մեջ ու դադարում են զարգանալ։ Ու բազմաթիվ օրինակներ՝ Ռուսաստան, Բրազիլիա, Մալայզիա, Թայլանդ եւ այլն, ասես երկրներ ինչ-որ պահ զարգացել են, մոտեցել են $10,000 հնային ու 10-15,000-ի 15-20 տարի նրանք այդ զոնայում տատանվում են մեծ շար։ Հիմա մենք մոտենում ենք այդ զոնային։ Այդ սպառնալիքը մեզ էլ կա, մեզ էլ է սպառնում դա։ Հա, մենք հիմա 8.5 ենք, 1-2 տարի հետո ամենայն հավանականությամբ կգանք այդ կետին, երբ որ արդեն հատուկ օրինակ Իսրայելը կամ Թայվանը կամ չգիտեմ Սինգապուրը, իրանք այդ կետը անցել են առանց մեծ ինչ-որ բաների
կանգնելու կամ ինչ որ վերաիմաստավորել, դա համար իրանք հասկացել են, որ ամեն ենթադրենք Սինգապուրը սկզբից ինքը որպես պորտ է զարգացել, հետո որպես ֆինանսական համակարգ է զարգացել, հետո տեխնոլոգիական համակարգ, հիմա արհեստական բանականություն եւ այլ։ Ամեն տասնյակ Քայլում է ժամանակին համահունչ տնտեսության զարգացումը։ Ամեն պահի համար ինքը նոր մոդել է գտնում, նույն Իսրայելը, մինչև 90-ական թվերը ինքը գյուղատնտեսական զարգացում ունեցել, հետո լրիվ տեխնոլոգիաներով այսօր աշխարհի հետո ռազմական նաև տեխնոլոգիաներով այսօր իր այդ շատ քիչ է։ Իսրայելը, որը 20 տարի առաջ տարի Ֆրանսիայի կամ Անգլիայի հնայի կեսը ուներ մեկ շնչին, հիմա 40%-ով ավելակ հաստ է իրանք են, էլի։ Այդ առումով այդ աճը շարունակող երկրները շատ հետաքրքիր օրինակներ են իրենցից սովորելու համար։ Այնուամենայնիվ բանաձևը որն է։ Մենք ինչ պիտի անենք, որ այդ միջին զարգացման թակարդում չհայտնվենք։ Ասեմ ինչ պիտի անենք, այսինքն պիտի առաջինը, որ երկարաժամկետ նպատակներ ունենանք, այդ 24000-ը, որ ասեցի, դա ենթադրենք դնում ենք ժամանակին կար, եթե հիշում եք, պատերազմից մի ամիս առաջ կառավարության կողմից Հայաստանի զարգացման տեսլականն էին, այնտեղ 20 անգամ աճ էին ուզում մինչև 50 թվականը, մի խոսքով մի քիչ հեքիաթների աշխարհից էր, դրա համար նպատակը դնելուց չէին մտածում ոնց ենք այդ նպատակին հասնելու, ու դա հիմնական խնդիրներ, հա, իսկ հիմա ենթադրենք այդ նպատակը դնում մենք հասկանում ենք 6-7% աճի դեպքում, եթե նույնիսկ շարունակվի, մենք սեղ կլինենք, բայց եթե Հայաստանը, որը այսօր ինչ աշխարհում կատարվում, հա, նոր ու մենք այդ հոդվածում իմիջած մեր հիմնական կետը էր, որն է այն Հայաստանի կարևոր կետը, որի վրա թռիչքը կարող է կայանա, որից կարող է թռիչքը, ունդեղ մենք խոսում ենք արհեստական բանականության հետ կապված հնարավորությունների, բայց շատ խորը չենք բացում այդ թեման։ Հիմա ինձ թվում է այդ արհեստական բանականությունը ինչ է բերում աշխարհին, այսինքն դու ունես քո կազմակերպություն 10 հոգի մարդ, կարաս 20 հատ արհեստական բանականության բոտ կամ ռոբոտ ստեղծես, որոնք քո մյուս միջինացված, միջին աշխատողի հավասար արդյունք են տալիս։ Ենթադրենք ու ասում եմ քո մի աշխատող ֆիզիկական անձը 3 անգամ ավելի արդյունավետ է աշխատելու, եթե ճիշտ կարողանաս այդ ամենը օգտագործել։ Կոպիտ ասած ավտոմատացման միջոցով։ Հա, ավտոմատացման միջոցով, բայց նաև դելեգացիա է անում այդ բաներին բազմաթիվ աշխատանքներ կա, որոնք այսօր մեխանիկական են, բայց մարդիկ շարունակում են զբաղվում, ու մարդկանց հնարավորություն է տալիս, որ իրանք գնան ավելի որակյալ աշխատանքով զբաղվեն։ Այնինչ Nvidia-ն է անում մոտավորապես, ավելի մեծ մասշտաբներով։ Որ պիտի անի, ու ենթադրենք ես գալուց առաջ նայում եմ, օրինակ ChatGPT-ին, մի հատ ChatGPT-ին հարցրեցի, ասում եմ, որ երկրներն են, որ այս արհեստական բանականության աշխարհում արագացված թռիչք են ունենում, ու ինքը 24 երկիր տվեց, ասիս որտեղ Հայաստանը չկար։ Հետո ասիս որ երկրներն են, որ մոտենում են այդ թռիչքային հնարավորություններին, ասես Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Հայաստանը ու կարող է Ղազախստանը։ Ու այդ Nvidia-ի այդ պրոյեկտը, որը կա, այդ $500 միլիոն այդ ասում են արհեստական բանականության գործարան են ուզում սարքել, կան նման կարգի նախաձեռնություններ, ընդհանրապես բարձր տեխնոլոգիաների, բարձր որակի, բարձր ավելացված արժեք ստեղծող արտադրանքների երկիր, էլի, այսինքն տեխնոլոգիան դա մի բան է, բայց կարող է ինչ-որ ենթադրենք ճիր արտահանելու մեջ մենք երբեք Թուրքիային կամ Իրանին չենք հաղթի, չամիջ, բայց եթե բարձր որակի հատուկ համ ունեցող հատուկ ընտրված, դες փոքր երկրում կարելի է շատ ավելի որակյալ, որը կարող է 5 անգամ ավելի թանկ գնով վաճառվի։ Տուրիզմն է մեր մոտ, մարդիկ շատ հետաքրքիր տուրիզմի դրամար ծառայությունների ոլորտն է շատ հետաքրքիր որակ։ Նոր ես 5 տարի առաջ եմ վերադարձել, իմ աչքի առաջ այդ ոլորտը վերածնվել է, հա, անընդհատ նոր ծառայություններ, նոր որակա հայտնվում եւ այլն։ Պարոն Հակոբյան, դուք նշեցիք, որ կային այսպիսի լավատեսական մոտեցումներ հեռանկարների մասով տնտեսական միջև պատերազմը, եւ պատերազմը ինչ խոսք, ինչ նեգատիվ բացասական ճշգրտումներ մցրեց։ Այս պահին մենք շարժվում ենք կարծես թե դեպի խաղաղություն, ինչը մեզ համար հնարավորություններ է բացում։ Առաջին հերթին հայ-թուրքական սահմանի բացման տեսքով, երկրորդ հերթին այդ թրիպի միջոցով, երբ որ երկաթուղի պետք է աշխատի Հայաստանի տարածքով, հետագայում չի բացառվում նաև ավտոճանապարհ, նաև մալուխներ, ինչ որ, հա, միգուցե նաև խողովակաշարեր, այս ամենը շատ մեծ պոտենցիալ ունի իր զարգացման համար։ Եթե մենք կարողացել ենք փաստացի բլոկադայի պայմաններում, շրջափակման պայմաններում ապահովել լավ թե վատ այսպիսի ցուցանիշներ, ինչ հավելյալ հնարավորություններ տնտեսական աճի կարող է տալ մեզ նաև այս գործընթացը։ Գիտեք ինչ, բլոկադան իսկապես դա սեղմող ֆակտոր էր, որը չէր թողում շատ ճյուղեր տնտեսության ճիշտ զարգանան, բայց այդ մեկտեղ մարդկանց ոնց որ
պատրաստում էր այդ սահմանափակումների մեջ շարունակել ստեղծել, զարգացնել ինչ-որ բաներ, բայց միևնույն է, մենք ունենք սահմանափակ շուկա, Ռուսաստան պլյուս, հա, նախկին սովետական միություն, մենք ռուսախոս աշխարհում շարունակում ենք այդ աշխարհում երազել, մտածել, էլի շատ չենք հասկանում, որ Եվրոպան հսկական 10 անգամ Ռուսաստանից մեծ շուկա էր գնողանակությամբ, որտեղ բազմաթիվ ապրանքներ, բայց բարիերներ կա, որ դա պիտի սովորենք, ոնց ենք եվրոպական շուկա մտնում։ Մերձավոր Արևելքը, որ ես բավականին լավ գիտեմ, որտեղ հսկական հնարավորություններ կա հայկական ապրանքների համար։ Իրաքի ես վերջերս հետաքրքիր ֆենոմեն է, մոտ $1 միլիարդ Իրաքի հետ մենք առևտուր ունենք։ Ու բազմաթիվ ապրանքներ այսօրվա Հայաստանից գնում են Իրաք, ունդեղ Իրաքը որ sense բանով նայում ես, քարտեզով նայում ես, ինքը Սոչիից ավելի մոտիկ է Էրբիլը ենթադրենք, բայց հանգամանքների բերումով այնտեղ ավելի դժվար է հասնել։ Հիմա այդ ճանապարհների, եթե բարերները, խոչընդոտները վերանան, այդ նույն Իրաքը 45 միլիոն Թուրքիայի հետ սահմանի բացումը։ Թուրքիայի, Պարսկաստանի միջոցով նաև ինչ որ Թուրքիայով էլ կարելի է Իրաք գնալ, բայց Պարսկաստանով էլ, հիմա Պարսկաստանը իր սահմանափակումները ունի, բայց այդ նկատի ունեմ, որ այդ ամբողջ process-ը, չէ՞, նենց չի որ մի հատ տրիպնա ու վերջ բոլոր հարցերը։ Բազմաթիվ ուրիշ ճանապարհներ են, որ սա շղթական ռեակցիայով կարան հերթով բացվեն։ Եթե ասենք որ տրիպի մասին խոսում ենք, մենք չի խոսում, որ ղազախական ծորենը կարող է Ադրբեջանով, Վրաստանով գա մտնի Հայաստան, հետո կարող է անմիջապես Ադրբեջանից մտնի Հայաստան։ Ու դա հետ կապված շուտ հետաքրքիր հնարավորություններ է։ Հա բացում, ենթադրենք նույն մեր մոլիբդենը կամ բրենզը Քաջարանից հիմա ոնց է գնում։ Դեպի Չինաստանը մեծ մասը գնում, ունդեղ է վերամշակվում։ Գնում է ճանապարհով, հասնում է Սևծով, Պոցից նավերով, գնում է միջերկրական ծովով, Կարմիր ծովով, Սուեცով, հսկական իսկ եթե տրիպը բացվի, տրիպի միջոցով ինքը Օրդուբադից երկաթգիծը Ջուրֆայի, միանգամից միջև բան, արդեն հնդկական օվկիանոս, ունդեղից նավերով շատ ավելի կարճանում է ճանապարհը։ Այսինքն բազմաթիվ նոր հետաքրքիր իլրացիոն, որ ես ասեցի, հա, նոր որակի տեխնոլոգիաների, արհեստական բանականության ծառայություններ, տուրիզմ, տրանսպորտային այս հանգույցների այս բացումը նաև նոր հնարավորություններ է բացում, որոնք այդ բիզնեսներով զբաղվում են, արդեն հիմիկվանից պիտի սկսեն մտածել այս ճանապարհի բացվելու դեպքում ինչ նոր հնարավորություններ է ու ինչպես կարող ենք։ Հա շատ բաներ, որ ես գիտեմ, կարծեմ ելակ են ինքնաթիռով դեպի Դուբայ արտահանում, ծաղիկներ են արտահանում, ու այդ ամենը արժեք է, չէ՞, ինքնաթիռի արժեքը գումարվում է։ Այդ բոլոր մենք ոնց ասեմ, իներցիա կա, որ մենք սովորենք, հա, Հայաստան, Լարսով, Վրաստանով, Ռուսաստան, հա, ինչ որ սպայկայի հետ մեծ մեքենաները եւ այլ, ինչ որ ընդունված ճանապարհ է, տրադիցիոն, որը բիզնես է եղել։ Բայց աշխարհը որ փոխվում է, դրա հետ մեկտեղ աշխարհագրությունն է փոխում մեր տնտեսական հարաբերությունների հնարավորությունների համար։ Ու բոլորի համար այդ կոչ եմ ուզում անեմ, որ լայն մտածեք, աշխարհը միայն post-սովետական աշխարհը չի, ռուսախոս աշխարհը չի, անգլերեն սովորելու իհարկե խնդիր կա, նոր ստանդարտները սովորելու խնդիրներ կան, բայց դրանք ու նաև նոր հետաքրքիր որակյալ ապրանքների պատրաստել, փաթեթավորել, ձևակերպել եւ արտահանելու ներկայացնել։ Պարոն Հակոբյան, Թուրքիայի սահմանը փակ է։ Իրանի հետ սահմանը բաց է, չէ՞։ Մենք ինչ խնդիր ունենք, որ Իրանի տարածքով արտահանում անենք այլ երկրներ։ Ես ուղղակի չեմ հասկանում, խնդիրը այստեղ ինչու՞մ է։ Ինչի է այդքան քիչ մեր արտահանումը Իրանի տարածքով։ Ինչի այդ հյուսիսը չի փոխարինվում հարավով։ 40%-ն է կարծեմ Իրանով գնում, ես ինչքան գիտեմ, էլի, բայց դա կարելի է ճշտել Վրաստանով, դա հենց Վրաստանով ժամանակ առ ժամանակ Վրաստանում բարերներ է։ Դե մենք այսպես ենք, այսպեսի տվյալ կա։ Մեր առևտրի 90%-ը ԵԱՏՄ-ի հետ է, Ռուսաստանի հետ է, բայց 40%-ը ո՞րն է։ Չէ, 90%-ը չի եղել։ Դե տվյալ կա։ Այդ կարող է այդ ոսկու պիկի ժամանակ ա եղել, որ Ռուսաստանի ոսկին այդ անցած տարվա կարող է թվելը, որ արհեստական ուռճացված ա եղել։ Ես ինչքան գիտեմ, ենթադրենք նույն մոլիբդենը եւ պղինձը բավական մեծ տոկոս են կազմում Չինաստան գնացող։ Այսօր Չինաստանը կամ երկրորդ կամ առաջին մեր առևտրական պարտներն է արդեն դարձել։ Եվրոպայի հետ բավականին ինչ որ դինամիկա կա։ Կարելի առանձին մանրամասն թվերը նայել ու փորձել ավելի ճիշտ հասկանալ, բայց ինձ թվում է ինչի է Իրանով այդքան չի երևում, քանի որ շուկայի կեսը ենթադրենք դեպի հյուսիս է մեր մոտ, ու տրադիցիաներն հյուսիսում են, դեպի Իրան ուր պիտի գնանք, դեպի Հնդկաստան պիտի գնանք, դեպի Չինաստան։ Ղարաբաղն աշխարհ լավ։ Հա, ենթադրենք այդ նույն եթե Չինաստան պղեց մոլիբդենը այս երկար ճանապարհով ասեցի գնում է դեպի Իրանի միջոցով կարող է շատ ավելի արագացված ու ավելի հեշտ գնահասնի, էլի, նենց որ այս պահին
հիմնական ասածն է, որ հնարավորությունների նոր աշխարհ է առաջացել մեր շուրջը։ Իր բոլոր բարդություններով, իր բոլոր խնդիրներով ու բոլորս պետք է կոլեկտիվ մտածենք, թե նոր որակի տեխնոլոգիաների մասին, թե արհեստական բանականությունը ամեն կամական գործի մեջ ինքը հսկական նոր արդյունավետություն, էֆեկտիվություն է բերում, բայց նաև նոր շուկաները։ Ու այդ բոլոր շուկաներում մենք հնարավորություն, ես ասում եմ, միջին արևելքում, մերձավոր արևելքում 4-5 տարի ապրել եմ, որտեղ որ ասում ես դու հայ ես, միանգամից քո առաջ հարգանք դռներ բացում, ուզում ասում հայ ապրանքի վրա եթե գրվում է Made in Armenia, դու չպետք է այնտեղ պատմես, այդ Made in Armenian ինչ է նշանակում։ Armenian ինչ է նշանակում։ Միանգամից իրանց համար, ի տարբերություն ուրիշների, որ Հայաստանը չեն կարող քարտեզի վրա տեղը բերեն, բայց ուզում եմ ասեմ իրանց համար այդ բանա, բայց մենք պիտի քայլեր անենք, մենք էլ պիտի դեռնեշո բոլորը սպասում են Հայաստանից ինչ է գալու, մենք պիտի հասկանանք, պիտի ներկայացնենք նույն տեխնոլոգիական ապրանքները իրանց հետ ծրագրավորման հետ կապված, Սաուդյան Արաբիան իր համար մեծ պլաններ ունի այդ նույն արհեստական բանականության հետ կապված, Եգիպտոսն է շատ դինամիկ, ակտիվ այդ բնագավառում զարգանում, այդ երկրներն են, որոնք դարերով գիտեն հայ առևտրականը, հայ բիզնեսմենը ինչ է, ինչ արդյունքներ կարելի է իրենց հետ ստանալ, էլի, ու այդ իմ ասածը ոչ թե անցյալին նայենք, բայց անցյալի մեր կուտակված ակտիվը բերենք այսօր ու այսօրվա նոր պարտներներ ստեղծելով նոր որակի ապագա հարաբերություններ ստեղծենք։ Շատ շնորհակալ եմ ձեզ պարոն Հակոբյան հետաքրքիր զրույցի համար։ Մեր հյուրներ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։